Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ոչ պաշտոնական շփում է տեղի ունեցել Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Աբու Դաբիում Զայեդ մարդկային եղբայրության մրցանակ ստանալիս։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Նա մասնակցում է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն է անդրադարձել հայկական երկաթուղու կառավարումը Ռուսաստանից բարեկամ այլ երկրի փոխանցելու դիտարկում առաջարկին։ Շոյգուն նպատակահարմար չի որակել առաջարկը եւ նշել, որ չմշակված լուծման դեպքում գործող համակարգը կարող է մեկ գիշերում փլուզվել։ Չեմ գնահատի այլ երկրների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ եւ վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում։ Այժմ ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նոր ճանապարհների կառուցումը։ Մենք կարող ենք վստահորեն ասել, որ սա լավ է տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ նսեմացնել Վրաստանի ռազմավարական գործառույթը, որին ոչ մի ճանապարհ չի փոխարինի, ասել է նա։ Նրա խոսքով նոր ճանապարհները միայն կբարձրացնեն տարածաշրջանի կարևորությունը կապի առումով։ Նախարարը նշել է, որ անհնար է, որ որևէ երթուղի փոխարինի Վրաստանին։ Բաքվում Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճիռը Բաքվի բռնապետ Ալիևի օգնականը հակամարտության տրամաբանական ավարտ է անվանել։ Հաջիևը գրել է, թե իբր Վարդանյանի գործով Բաքվի դատարանի որոշումը դիտարկվում է ոչ միայն որպես արդարության վերականգնում, այլև որպես գրեթե 30-ամյա հակամարտության խորհրդանշական եւ տրամաբանական ավարտ, որն ադրբեջանցի ժողովրդին մեծ տառապանքներ է պատճառել։ Հիշեցնենք, որ Վարդանյանն ապօրինաբար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Լյուքսեմբուրգի падգամավոր Ֆերնանդ Կարթայզերը կոչ է արել Եվրամիությանը ապահովել Ադրբեջանում պահվող հայ պատանների ազատ արձակումը։ Նա շեշտել է, որ Բաքվում անցկացվող դատավարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն եւ չեն համապատասխանում օրինական չափանիշներին եւ առաջարկել է միջամտել բոլոր պահվող հայերի անվերապահ ազատ արձակման համար։ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի գրասենյակից պատասխանել են, որ հետևում են դատավարություններին, հորդորել են Ադրբեջանի իշխանություններին հարգել միջազգային պարտավորությունները եւ խրախուսում են կողմերին լուծել հումանիտար հարցերը խաղաղ գործընթացի շրջանակում։ Եվրամիության օնլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կայցելի մարտի 19-ից 29-ին ընթരാճ Երևանում կայացել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այց Եվրամիություն Հայաստան նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացը գնահատելու համար։ Քննարկումների կենտրոնում էին տրանսպորտի, էներգետիկայի ու թվային կապերի տարածաշրջանային ինտեգրացիան, խաղաղության խաչմերուկ նախաձեռնության աջակցությունը եւ դիմակայունության ու աճի ծրագրի ներդրումային փաթեթի իրականացման հարցերը, ներառյալ 202.5 միլիոն եվրո արժողությամբ երկրորդ տրանշը։ Ծրագիրը մեր երկրում շրջանցելով մեզ, որ ուժերն են առաջարկում Սյունիքի ամերիկյան ճանապարհը Թրիփը Մեղրիով անցկացնել հասցնել Նախիջևան եւ հետո արդեն շրջանցել Հայաստանը։ Թրիփի շրջանակներում հիմա կան բնականաբար ուժեր, ովքեր ասում են, Վարչապետը անուններ չի հստակեցնում, իսկ փորձագետների աչքին գոնե առերևույթ նման առաջարկներ գաղափարներ չեն ընկել։ Գիտեն միայն տարածաշրջանի թոփ նորության հետ կապված մտահոգություններ ունեն հենց տարածաշրջանային երկրները, մեր երկու հարևանները՝ Վրաստանը տնտեսական, Իրանը եւ տնտեսական եւ անվտանգային։ Ամեն մի երկիր շարժվում է իր ազգային պետական շահերով։ Պարզ է, չէ՞ որ միջին տրամաբանության շղթայում դեռնտու է, որ այդ ճանապարհները անցնել Վրաստանով եւ Իրանով։ Եթե Թրիփի վերաբերյալ Թբիլիսի եւ Թեհրանի մտահոգությունները դժգոհությունները բացահայտ են, ապա այլ ուժերն իրենց առաջարկները բանակցությունների կուլիսային սեղաններ են միայն հասցնում ըստ մասնագետի։ Վարչապետը դետալներ է հստակեցնում։ Խնդիրը Հայաստանի ռուսական երկաթուղու հետ են կապում չբացահայտվող ուժերը։ նրանք ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, նրանք ինչ են ասում են, դե տեսեք, Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Ցավոք սրտի Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերություններ սուր են։ Եվ ես զգում եմ, մենք իհարկե ամեն ինչ անում ենք հետ համոզելու համար եւ համոզելու համար, որ այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է
Որքան էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ուղիղ տեքստով է բացառել Ռուսաստանի հնարավոր միացումը Թրամփի երթուղուն, միջազգայնագետն ասում է, եթե իրենցից երկաթուղին վերականգնելու պահանջ կա, բնականաբար ռուսական կողմն էլ իր պայմաններն է առաջ բերելու։ Այսինքն մենք պայմանագիր ունենք երկաթգծի ամբողջ ցանցի կիրառելիությունը, տվյալ դեպքում ներառյալ նաև Սյունիքով անցնելիքը, շինարարությունը, բայց պայմանագիրը կնքում ենք Միացյալ Նահանգների հետ, այդ կուլիսային որոշակի պայմանավորվածություններով պետք է լուծեն։ Որպեսզի մեր երկիրն էլ օգուտներ քաղի մեր իսկ տարածքով անցնելիք Միացյալ Նահանգների նախագահի պատվին անվանակոչված խաղաղության ու բարգավաճման երթուղուց, հայաստանյան ընդդիմադիր շրջանակները նաև փորձագետները առաջարկում էին, որ այդ ճանապարհը ոչ թե ձգվի միայն 43 կիլոմետր, այլ հասնի մինչև Երասկ։ Հիմա վարչապետն ասում է, այսպես թե այնպես երկաթգծի Երասկ-Ախուրիկ հատվածը պետք է վերականգնվի, բայց Ասլան Կտրաց-Ալիևը, որ Բաքվից Մյունխենի անվտանգության համաժողովին էր հասել, հստակ ձևակերպեց. ոչ, Թրիփը հասնի Նախիջևան հյուսիսից հարավ չի ձգվելու, Երասկում վերջին կանգառը չի առնելու։ Հայաստանի տարածքով ադրբեջանցիներն անխոչնդոտ կհասնեն Նախիջևան, ճանապարհն ուղիղ կշարունակեն դեպի Թուրքիա։ Միակ եմ մտահոգիչ է մեր մասով, որովհետև ամենայդևս եթե երկաթուղային ցանցը պետք է գործարկվի, հետևաբար մենք էլ այդտեղ պետք է ներկայացնենք մեր պահանջը։ Եթե դիտարկում ենք, որ դա ավտոճանապարհ է, ամենայդեպս ավտոճանապարհի մասով էլ ճանապարհ պետք է լինի հարակից երկաթուղուն։ Հայաստանը դառնում է իր տարածքով անցնող տարածաշրջանային նախագծի լիարժեք շահառու, թե պարզապես տարածք, որտեղով պետք է անցնեն ուրիշների ռազմավարական հաշվարկները։ Երկնարկումները տեղափոխվում են կուլիսներ, իսկ պահանջ պայմանները հնչում տարբեր մերձամակներից, ըստ փորձագետ վերլուծաբաների առաջ է գալիս հստակեցման խնդիրը։ Ի վերջո որն է մեր կարմիր գիծը։ Մասնագետներն ասում են, եթե ճանապարհը բացվում, ապա այն պետք է նաև հնարավորությունների պատուհան դառնա հենց մեզ համար, վերահսկելի, փոխշահավետ եւ երկարաժամկետ հաշվարկով։ Հակառակ դեպքում ցանկացած խաղաղության երթուղի կարող է վերածվել նոր կախվածության։ Էլեկտրամոբիլների գույքահարկերի արդար հաշվարկի խնդիրը կարող է լուծվել եւ վարորդները ստիպված չեն լինի վճարել թանկարժեք փորձաքննությունների համար։ Պատգամավոր Թունյանն է տեղեկացրել, որ այժմ փաստաթղթերում էլեկտրամոբիլների շարժիչների հզորությունը հաճախ գերազանցում է իրական ցուցանիշները։ Դրա հետևանքով քաղաքացիները ստիպված են լինում սերտիֆիկատներ ստանալ իրականությունը հաստատելու եւ ավելի քիչ գույքահարկ վճարելու համար։ Այս հարցը ըստ պատգամավորի քննարկվել է կառավարության հետ եւ շրջանառության մեջ համապատասխան որոշման նախագիծ կա։ Սպասվում է, որ որոշումը կընդունվի եւ կհրապարակվի մոտ 1 ամսվա ընթացքում եւ այն կվերաբերվի միայն 2026 թվականի գույքահարկին։ Արտադրողները էլեկտրոմոբիլների ձիաուժ գրելիս ավելի շատ ուժացնում են, գեղեցկացնում են, դա մարքեթինգային քայլ է։ Իրականում այդ մեքենան այդ ձիաուժը չունի։ Ըստ ԵԱՏՄ կանոնակարգի էլեկտրոմոբիլի ձիաուժը պետք է հաշվարկվի այսպես. 30 րոպեանոց ժամանակահատվածում շարժիչի տված առավելագույն օգտակար հզորություն, որը իրականում հասարակ բենզինային շարժիչի հետ համեմատած գալու է մոտավորապես կեսից նույնիսկ պակաս։ Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով։ Նպաստառու եւ կենսաթոշակառուները պետք է առևտրային բանկերից բանկային քարտեր ձեռք բերեն։ Եթե մինչև այս տարվա մարտի 5-ը քաղաքացիները չընտրեն պլաստիկ քարտերը, ապա դա կիրականացվի ավտոմատ եղանակով։ Հիշեցնենք, որ կառավարությունը մինչև եկող տարվա սկիզբ հետաձգել է նաեւ էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքի ընդունվելու պարտադիր պայմանը։ Վավեր անձնագիր չունենալու խնդիրը դա խնդրեմ կդառնա։ Բայց այդ անձնագիրը, որ վավեր չեղավ, դա կդառնա խնդրեմ, նույնիսկ ձեր օգնությամբ հնարավոր չի լինելու դա անել, էլ երիտասարդները թող բարի լինեն, գնան իրանց խնդիրները լուծեն, օգնեն մեզ, որովհետև այս ռեֆորմը կարծում եմ վերջի փուլն է եւ մենք չենք հետաձգելու անկանխիկի անցնելու մեր քաղաքականություն։ Կառավարությունը ընդունել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու եւ վճարելու կարգը, սահմանելով ամսական 50,000 դրամ նպաստ 2026 թվականի հունվարի 1-ից կամ դրանից հետո ծնված երեխաների համար։ Նպաստը նշանակվելու եւ վճարվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով։ Գործընթացը հիմնականում իրականացվելու է ինքնաշխատ եւ առցանց վարչարարությունը պարզեցնելու եւ քաղաքացիների բեռը նվազեցնելու նպատակով։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմաց եւ մերժված այն քաղաքացիները, որոնք մերժվել են ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում, իրենց տվյալների բացակայության հիմքով կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին, համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Հայաստանում արձանագրվել է չիկունգունյա տենդի դեպք հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Հիվանդը այժմ առողջ է։ Տենդի հիմնական ախտանշաններն են հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում եւ թուլություն։ Ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հակամիջատային ցանցեր, փակ հագուստ, իսկ ախտանշաններ ունեցողները պետք է դիմեն բժշկի։ Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել հակամիջատային ցանցեր, կրել փակ հագուստ, երկարաճիտ կոշիկ, օգտագործել միջատավանիչ նյութեր եւ սարքեր։ Հիշեցում ճանապարհորդներին, վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում եւ Կուբայում արձանագրվել են չիկունգունյա տենդի բռնկումներ։ Նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ վարակաբանի։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը ստացել է տեղեկություն, որ Աբովյան քաղաքի 29-ամյա բնակիչը պատրաստվում է ձեռք բերել մաքսանենգ թմրանյութ։ Փետրվարի 11-ին համագործակցելով Կոտայքի բարեկների հետ նա ձերբակալվել է Երևան աշտարակ ավտոճանապարհին իր Opel ավտոմեքենայով եւ տեղափոխվել Դավիթաշենի ոստիկանություն։ Խոզարկության ժամանակ մեքենայում հայտնաբերվել է 1 կիլոգրամ 150 գրամ մարիխուանա։ Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Պենտագոնի պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանին օդային հարվածներ հասցնելու համար Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում բավարար ուժեր է կենտրոնացել։ Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաև, որ Թրամփի հրամանի դեպքում իրենք պատրաստ են ռազմական գործողություն իրականացնել հենց այս շաբաթվա ընթացքում։ Հիշեցնենք, Միացյալ Նահանգները ներկա պահին ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ, Թեհրանից պահանջելով դադարեցնել ուրանի հարստացումը։ Երկու երկրները փետրվարի 17-ին համաձայնել են հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն հաջորդիվ նախատեսված բանակցությունների ժամանակ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրառել է վիզային սահմանափակումներ Իրանի վարչակարգի 18 պաշտոնյաների, հեռահաղորդակցության ոլորտի ղեկավարների եւ նրանց անմիջական ընտանիքների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքների սահմանափակման համար։ Այս պահի դրությամբ արդեն տունգանվել է 58 անձ։ Ամերիկա-Իրան լարվածության եւ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ֆոնին Ռուսաստանը եւ Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով երկու երկրի անձնակազմերը համակարգում են գործողությունները քաղաքացիական նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Ամերիկյան մամուլն էլ գրում է, որ Վաշինգտոնը շարունակում է ավելի մեծ թվով ուժեր կուտակել Մերձավոր Արևելքում, սակայն Թրամփը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Իրանը սպասվում է առաջիկայում գրավոր առաջարկ կներկայացնի Միացյալ Նահանգների հետ լարվածությունը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Ժնևում տեղի ունեցած բանակցություններին։ Հիշեցնենք, Ժնևում անցկացվել են անուղղակի բանակցություններ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի, Չարեդ Քուշների, ինչպես նաև Իրանի արտգործնախարար Արաղչիի միջև։ Քննարկումները նպատակ ունեին կանխել երկու երկրների միջև խորացող ճգնաժամը։ Ամերիկայի նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ եթե Իրանը հրաժարվի գործարք կնքելուց, Միացյալ Նահանգները կարող է օգտագործել Դիեգո Գարսիայի ռազմաբազան եւ Ֆեյրֆորդի օդանավակայանը կանխելու հնարավոր հարձակումը Միացյալ Թագավորության եւ այլ դաշնակից երկրների դեմ։ Նա նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը ոչ մի դեպքում չպետք է կորցնի վերահսկողությունը Դիեգո Գարսիայի նկատմամբ եւ լավագույն դեպքում պետք է կնքի 100-ամյա վարձակալության պայմանագիր։ Թրամփի խոսքով այդ տարածքի կորուստը աղետ կլինի Մեծ Բրիտանիայի համար եւ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել իր դաշնակցին։ Լեհաստանի վարչապետ Տուսկը կոչ է արել Իրանում գտնվող լեհ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը, ընդգծելով, որ տարհանումը շուտով այլևս հնարավոր չի լինի։ Նրա խոսքով իրավիճակը կարգավորված չէ եւ անհրաժեշտ է անհապաղ նախազգուշացում տալ քաղաքացիներին անվտանգության ապահովման նպատակով։ Ավելի վաղ ամերիկյան մամուլը, այդ թվում New York Times-ը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պատրաստվում են համատեղ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ, սակայն Թեհրանի դեմ հարձակման վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Երուսաղեմում կայացած ամերիկյան հրեական խոշոր կազմակերպությունների նախագաների համաժողովում ուշագրավ հայտարարություն է արել Իսրայելի վարչապետը։ Նա Թուրքիային Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ է համարել։ Նեթանյահուն շեշտելով միասնական եւ համակարգված գործողությունների անհրաժեշտությունը, աշխարհասփյուր հրեական համայնքներին կոչ է արել ակտիվորեն ներգրավել պայքարի մեջ, ոչ միայն ռազմական, այլև տեղեկատվական ու թվային հարթակներում։ Նեթանյահուն շեշտել է, որ ռազմական դաշտում արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն նաեւ տեղեկատվական համակարգում։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Ժնևում շարունակել են քննարկել Ալյասկայի փոխըմբռնումը, որը հիմնված է Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառների լուծման վրա։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։ Նա նշել է, որ Մոսկվան գնահատում է Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ եւ հետեւում է Եվրոպայի խափանելու փորձերին։ Դիվանագետի խոսքով Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համաձայնել են ստեղծել տնտեսական աշխատանքային խումբ ռազմական ու քաղաքական հարցերի շուրջ բանակցություններից բացի։ Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ, որտեղ հունվարի 14-ից սկսած անձրևները շարունակում են արդեն 36 օր։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023-ին, երբ հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում անձրևն անընդմեջ տեղացել էր 32 օր։ Փետրվարի առաջին 16 օրերը Ֆրանսիայում գրանցված ամենաանձրևոտ օրերն էին 1959 թվականից ի վեր։ Այս ընթացքում երկրում տեղումների քանակը կազմվել է 110 մմ։ Չդադարող անձրևների ֆոնին ջրհեղեղի սպառնալիքի պատճառով երկրի 4 դեպարտամենտում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակը։ Կալիֆոռնիայի Թահո լճի շրջանում ձնահոսքի հետևանքով մահացել է 8 լեռնադահուկորդ, եւս մեկին դեռ որոնում են։ Լեռնադահուկային տուրեր կազմակերպող կալիֆոռնիական ընկերությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ խումբը ավարտել էր երրորդյա երթուղին եւ վերադառնում էր մեկնարկային կետ։ Նևադայի շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով ձնահոսքի գոտում հայտնված 11 անձանցից 6-ը փրկվել են։ Նրանցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։ Թե ինչպես ու ինչ պատճառով Աջափնյակում օրը ցերեկով կրակեցին միմյանց վրա, դեռ հայտնի չէ։ Տարատեսակ մեկնաբանություններ կան դեպքի պատճառների մասին, իրավապահ համակարգից պաշտոնական վարկած դեռ այդպես էլ չկա։ Լրիվ մարտավիլ հիշեցնող կրակոց է եւ ինքնաձիգի կրակված պարկուշներ են հայտնաբերվել եւ ատրճանակի։ Փետրվարի 18-ին երեկոյան ՆԳՆ խոսնակը հայտնեց, որ իրավապահների ձեռնարկած օպերատիվ անհետաձգելի հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը։ Նրանց հայտնաբերելու համար միջոցառումներ են իրականացվում։ Պարզվեց նաև, որ հիվանդանոցում մահացածը մայրաքաղաքի 45-ամյա բնակիչ էր Արսեն Վարդանյանը։ Իմ տեղեկություններով քրեական համայնքային ոստիկաններն ու քննիչներն արդեն մոտավոր գիտեն մասնակիցների ինքնությունները, դրդապատճառը եւ պարզապես նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակում։ Իսկ միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մյուս քաղաքացիների 39-ամյա Էդգար Ենոքյանի, 18-ամյա Ներսես Սահակյանի, 42-ամյա Հայկ Աբելյանի, 31-ամյա Ստեփան Մկրչյանի, 24-ամյա Արմեն Հակոբյանի, 32-ամյա Դավիթ Զաքարյանի եւ 41-ամյա Գագիկ Սարգսյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Արմենիա ԲԿ-ից են հայտնել, նրանցից մեկը դուրս է գրվել։ Առողջապահության նախարարն էլ նշել է, որ իրականացվել են անհրաժեշտ բոլոր վիրահատական միջամտությունները։ Հիմա լրացուցիչ այլ բան չեմ կարող ասել, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո։ Աջափնյակում արձակված կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքներն էլ պարզվում են։